Անուն Հոր և Որդվո և Հոգևոր Սրբո ամեն։ Սիրելիներ, ողջույն ձեզ։ Այսօր պիտի պատասխանենք կարևոր հարցումիմը, որ ուղղվեցավ իմեյլով, թե ինչու մեր Տեր Հիսուս Քրիստոս Մատթեոս ավետարանի 16-րդ գլխուն մեջ երանի դալե ետք Պետրոս առաքյալին անգե մի քանի համարներ ետք զայն կգոչե սատանա, ըսելով ետիս կնա սատանա։ Եվ այս մասին կգարտանք Մատթեոս ավետարանի 16-րդ գլխու 13-րդ համարեն, երբ Հիսուս կերտար Փիլիպոսի Կեսարիային երկրամասը հարցուց իր աշակերտներուն. Մարդիկ ինչ կսեն, ով եմ ես մարդու որդին։ Եվ այնտեղ զանազան պատասխաններ դրվել է ետք, մեր Տեր Հիսուս կհարցնե, իսկ դուք ինչ կսեք, ով եմ ես։ Եվ այնտեղ կտեսնենք Սիմոն Պետրոսը կպատասխանե, Դուն Քրիստոսն ես, կենդանի Աստծո որդին։ Եվ ճիշտ է, այնտեղ մեր Տերը իրեն երանի կուտա ասելով. Երանի քեզի Սիմոն Հովնանի որդին, որովհետև ոչ թե մարմինն ու արյունը հայտնեցին քեզի ասիգա, հապա իմ հայրս, որ երկինքն է։ Ես ալ կհայտարարեմ քեզի, դու Պետրոս ես, և այս վեմին վրա պիտի կառուցեմ իմ եկեղեցիս։ Ամբողջական միտքը հասկանալու համար նաև կարևոր է գիտնալ, որ 21-րդ համարեն սկսյալ Քրիստոս կսկսի իր աշակերտներուն պատվիրել և ըսել և ցույց տալ, թե ինք պետք է Երուսաղեմ երթար, շատ չարչարանքներ գրեր երեցներեն, քահանայապետներեն և դպիրներեն, սպանվեր և հարություն առներ։ Սակայն կշարունակենք, թե այնտեղ ինչ պատահեցավ։ Պետրոս առաքյալը մեկթի գարնե Քրիստոսը և կսկսի հանդիմանել զինք, մեծ բառ է որ գործած է ավետարանիչը, բայց հավանաբար ճիշտ այս էր Պետրոսի վարմունքը մեր Տիրոջ հետ։ Կհանդիմաներ զինք ասելով. Դեր, երբեք այս բանը չպատահի քեզի։ Եվ ճիշտ այնտեղ է, որ կգտնենք մեր Տերը կպատասխանե Պետրոսին ասելով. Ետիս կնա սատանա, դուն քայթակղություն ես ինձի, որովհետև ոչ թե Աստուծո բաները կմտածես, հապա մարդոց բաները։ Եվ այստեղ է, որ մեր Տերը Պետրոս սատանա կգոչե, և հավանաբար մեր ընթերցողներեն շատերուն այս միտքը հստակ չէ, թե ինչպես կրնա երանի դալ իրեն և զինք կոչել վեմ, որուն վրա եկեղեցին պիտի հիմնե, և մի քանի համարներ ետք զինք սատանա կգոչե։ Եվ այս է այնինչ որ այսօր կուզեմ բարձրաբանել և բացատրել մեր ունկնդիրներուն։ Բայց Պետրոսի գործած սխալը ինչ է։ Բացի հանդիմանելը, որ ինքնին այդքան մեծ կարևորություն չունի ըստ ավետարանական մեկնաբանության, ինչքան Պետրոսի խոսքերը, ուր գսե քավ լիցի քեզ Տեր, որ այսպիսի բան պատահի քեզի։ Այսինքն ինչ, քավ լիցի, որ դու խաչվիս, քավ լիցի, որ դու չարչարվիս,
Եվ գարձեք թե Պետրոսը չէր ուզեր լսել խաչելության մասին, չէր ուզեր լսել իր չարչարանքներու մասին եւ իր թաղումի մասին։ Հավանաբար Պետրոս Արաքյալի այս մերժումը այս խաչելության միտքին, ինչպես որ մեր Տերը իրեն գսե, որ դու մարդոց պես կմտածես, մարդկային բաներ կմտածես, եւ հավանաբար այդ վարգյանին Պետրոս Արաքյալի միտքեն կանցներ, թե իր խաչելությունը եւ թաղումը բարդությունը պիտի ըլլար իրենց համար, ամոթանքը պիտի ըլլար, որովհետև իրենք ամեն ինչ ցկելով հետևեցան իրեն, եւ երբ խաչվի Քրիստոսը, իրենք ամոթահար պիտի ըլլան ժողովրդի կողմէ, թե տեսեք դուք որու հետևեցաք։ Այդ բարդությունն է, որ Պետրոս Արաքյալը չեր ուզեր։ Իսկ երկրորդ հանցանքն էր Պետրոսին, որ ինք սանցարցակ համարցակություն ունեցավ, համարցակությունը, որ բնավ եւ երբեք հաճելի չէր, հանդիմանել Տերը, հանդիմանել կենթանի Աստուծո որդին, որուն մասին ինք խոստովանեցավ եւ անոր համար երանի ստացավ Տերոջմեն։ Հավանաբար Պետրոսի համարցակությունը գուկա այն խոսքերեն, որոնք ուղղվեցան իրեն այդ քնահատականի մեջ կամ այն երանի մեջ, թե անոր վրա պիտի հիմնե իր եկեղեցին եւ երկնքի արքայության բանայիները պիտի դա եւ այլն։ Եվ գարձեք թե անգեյետք Պետրոս ինքզինք համարեց որպես փոխանորդը Քրիստոսին եւ հբարտության մեղքի մեջ ինալով համարցակեցավ Քրիստոսին հանդիմանել, թե այսպիսի բան անհնար է որ քեզի ըլլա, քավ լիցի։ Եվ այս պատճառով հավանաբար Պետրոսը մորցավ ինքզինք բահմը, մորցավ թե ինք բարձ մահկանացու մնե, մորցավ որ ինք բարձ մարդ մնե, եւ ինք երբեք այդ իրավունքը չուներ այս ձևով արտահայտվելու կամ խաչելության խորհուրդը մերժելու։ Եվ այս բահուն նաեւ Պետրոս Արաքյալը մորցավ, թե հայրը, որ երկինքն է, ինքն էր, որ հայտնեց իրեն այն ճշմարտությունը, թե Քրիստոսը կենթանի Աստուծո որդին է, եւ ոչ թե իր մարմինը եւ արյունն են, որոնք հայտնեցին այս ճշմարտությունը։ Այլ խոսքով, ան մորցավ, թե Աստուծո շնորհիվ է, որ այդ խոստովանությունը դրվեցավ իրեն։ Ինքը անոր մեջ ոչ մեկ երախտաբարդություն չունի, ինքը բամը չրավ, իր մարմինը եւ արյունը չէին, որոնք հայտնեցին այս ճշմարտությունը։ Եվ այս պատճառով էր, որ գտեսնենք մեր Տեր Հիսուս Քրիստոս քիչմը խիստ վարվեցավ Պետրոս Արաքյալին հետ, անոր ասելով «Ետիս գնա սատանա», որովհետև դուն մարդոց բաները կմտածես։ Եվ հավանաբար մեր ունգընտիրները այս դժվարությունը ունին հասկանալու, թե ինչպես մի քանի համարներ առաջ Աստուծո հոգիով Պետրոս Արաքյալը կխոստովանի, թե Քրիստոսը Աստուծո որդին է, եւ մի քանի համարներ ետք գարձեք թե սատանայի բեռնով կամ սատանայի զորությամբ թեմ կգենա խաչելության խորհրդին։
ինչպես կրնա ըլլալ ասիգա։ Միթե կարելի բան է, որ մարդու սպերնեն աստվածահաճո խոսքեր ելեն եւ Աստուծո հոգիով խոստովանություն մտա եւ հետո սատանայի զորությամբ ուրիշ անախորժ խոսքեր կամ արտահայտություններ ունենա։ Միթե կարելի բան է Քրիստոսի պատկերացումով մեկ աղբյուրեն թե քաղցր եւ թե լեղի ճուր դուրս գա։ Այո, կարելի է։ Այո, հնարավոր է, որ մեզ մեկը քարոզիչ ըլլալ եւ Աստուծո պատգամները փոխանցե ժողովրդին եւ սակայն որոշ բահմը երբ ամբարտավանության հբարտության մեջ ինա բարիի թշնամին սատանան օգտագործե իր այս տկարությունը եւ սկսի իր լեզվին վրա ուրիշ արտահայտություններ ունենա։ Ամենամեծ փորձությունը, որուն մեջ գրնա ինալ մեզ մեկը ամբարտավանության, քորոզության մեղքն է, որ հարաճ կուկա քովասանքներեն եւ քնահատական խոսքերեն, որոնք կստանանք մարդոց մե։ Եվ անոր համար է, որ մեր Տերը գսե, եթե մարդիկ այս աշխարհի մեջ ցեզի քովեն, քովապանեն, ձեր վարձքը այստեղ ստացած կլաք։ Այնպես որ մի սպասեք քովասանք մարդոց մե։ Եվ ամենամեծ պատճառը այն էր, որ Պետրոս առաքյալը իր այս խոսքերով արգելք կհանդիսանար փրկագործության խորհրդին, որովհետև ան չէր ուզեր լսել խաչելության մասին, որովհետև խաչելությամբ մարդոց փրկությունը պիտի լիներ։ Ճիշտ այնպես, ինչպես որ կտեսնենք, սատանան գմերժե խաչելության խորհուրդը եւ ոչ ոք շահ ունի փրկագործության խորհրդին թեմ գենալով, բացի սատանան։ Եվ անոր համար է, որ մեր Տերը իրեն գսե յետիս քնա սատանա։ Եվ այս դեպքը արիթ մնե մեզ մե յուրաքանչյուրին մտածելու եւ ըսկուշանալու իր լեզվեն եղած արտահայտություններեն կամ խոսքերեն, որովհետև եթե Աստված վկայության կանչած է մեզի, որովհետև մեր լեզվով վկայություն տանք անոր փրկագործության խորհրդին, այնպես որ պետք է զգուշանանք, որ հանգարց այս նույն բեռնով սատանայի ջիրաններու մեջ ինալով, ամբարտավանության մեղքի մեջ ինալով, հանգարց ուրիշ արտահայտություններ մեր բեռնեն չելեն եւ Աստուծո հոգին մեզ մեջ բաժնվի։ Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոս նաեւ կմեկնաբանե մեզի, թե ինչն էր պատճառը, որուն պատճառով Պետրոս առաքյալը իջավ բարձրունքեն թեպի գետին, երանելիութենեն սատանայի աստիճան։ Պատասխանը այն էր, որ Պետրոս առաքյալը սկսավ այնպես, ինչպես մարդիկ կմտածեն, եւ ոչ թե այնպես, ինչպես որ Աստված կկամենա, ոչ թե այնպես, ինչպես որ Աստված հայտնեց իրեն։ Հազիվ թե մեզ մեկը
փորձե մարդոց հաջելի ըլլալ ավելի քան Աստուծո, ան թյուրին որսիմը գվերածվի չարին համար, թյուրին որս մը գլա սատանայի համար, բայց այնքան ժամանակ, որ փնդրե Աստուծո կամքը, այնքան ժամանակ, որ փորձե Աստուծո հաջելի ըլլալ ու հաջելի մնալ Աստուծո, ան բնավ եւ երբեք պիտի չսխալի։ Եվ գարձեք թե մեր դերը գուսե ասել Պետրոսին, եթե թուն Աստուծո բաները մտածեիր, պիտի ընդունեիր իմ խոսքերս ամբողջությամբ եւ իմ ըսածներուս ամեն պիտի ասեիր։ Երբ ես քեզի գսեմ, թե մարդու որդին պետք է որ Երուսաղեմ երթա, ու շատ չարչարանքներ գրե ձերերեն, քահանայապետներեն, թբիրներեն ու սպանվի ու երրորդ օրը հարություն առնե, թուն պետք է ամեն ասես եւ ընդունիս Աստուծո բաները։ Սակայն եթե դու մտածես մարդոց բաները եւ մտածես մարդկային դրամապանությամբ, ինչպես որ քեզի հաջելի է եւ ինչպես որ մարդոց հաջելի է, այս դրամապանությունը Աստուծո հետ չի կալեր։ Աստուծո խորհուրդները եւ ծրագիրները դարբեր են մարդոց խորհուրդներեն եւ ծրագիրներեն։ Ու այս մարդկային մտածելակերպովս թուն քայտագություն ես ինձի։ Եվ այսօրվան այս հարցումը եւ այս հարցումին պատասխանը որ գուտանք, արից մնե մեզ մե յուրաքանչյուրին ամեն օր մտածելու, թե արդյոք մենք Աստուծո հաջելի բաները կմտածենք մեր առօրյային մեջ, թե մարդոց հաջելի բաները կմտածենք։ Ինչն է որ մեզ ավելի կհետաքրքրե։ Աստուծո կարծիքը մեզի հանդեպ կամ մարդոց կարծիքը մեր նկատմամբ։ Աստուծո կամքը հայտնի է մեզ մե յուրաքանչյուրին։ Աստված կսիրե ճշմարտախոսությունը։ Աստված կսիրե հեզությունը։ Աստված կսիրե ողորմությունը։ Իսկ մարդիկ կսիրեն ամբարտավանությունը, կսիրեն քնահատանքը, կսիրեն այս աշխարհի բարքերը եւ բայլիկները եւ կսիրեն մամոնան, դրամը։ Հետևաբար մենք շատ լավ գիտենք, թե ինչն է Աստուծո համար հաջելին եւ ինչն է մարդոց համար հաջելին։ Ան որ աստվածային բաներ կմտածե, կգադարե այն ինչ որ Աստված կսե։ Իսկ ան որ մարդոց բաները կմտածե, կգործե եւ կխոսի այնպես ինչպես որ մարդիկ կմտածեն։ Ան որ աստվածային բաներ կմտածե, կընդունի Քրիստոսի խաչը եւ խաչելությունը եւ Քրիստոսի չարչարանքները, որոնք մեր փրկության համար կատարվեցան։ Բողոս Արաքյալի խոսքերով «Քավ լիցի որ ես հբարտանամ, բայց միայն Հիսուս Քրիստոսի խաչով»։ Խաչը ամոթանք պետք չէ սեվենք։ Խաչը մեր ուրախության եւ փրկության նշանն է։ Հետևաբար այս էր հագիրճ մեկնաբանությունը եղածին եւ կհուսամ որ բավարար չափով գրծա այս հարցումին պատասխանել։ Շնորհակալություն հարցում ուղղողի։